Ողջույն, Civilnet podcast-ն է, իմ հյուրն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Բարև ձեզ, պարոն Սաքունց։ Ողջույններս։ Մայիսի 18-ին Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալեցին, այնուհետև կալանավորեցին Արթուր Օսիպյանին, Արցախցի գործիչ, 8-րդ օրն է նա հացադոլի մեջ է։ Դուք եւ մի շարք անձիկ տարբեր հասարակական կազմակերպություններ Օսիպյանի հետապնդումը որակում եք որպես ակնհայտ անօրինական եւ քաղաքականապես մոտիվացված, ինչու։ Որտեւ այդ միջադեպը, որի մասին դուք ասում եք, նախ միջադեպ ասածը ես չգիտեմ ինչ բանավեճ էր, հետո քաշքշոց էր։ Դե, այսպես ասեմ, նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացին մոտենում է եւ հարց է տալիս, որը կարող է նախընտրական քարոզություն իրականացնող անձին դուրս չգա։ Այդ թվում կարող է լինել բավական նաև սուր հարցադրումներ, որտեղ նախընտրական քարոզության ընթացքում չես կարող ակնկալել, որ միայն պետք է լինեն աչակցող մոտեցումներ կամ հայտարարություններ։ Եվ այդ քաշքշուկ ասածը, եթե ընդունենք, որ քրեական օրենսգրքով ինչ որ նորմերի խախտում է, ապա պետք է նախ եւ առաջ դիտարկել, որ դա վարչական իրավախախտում պետք է լինի։ Լավ ենթադրենք իրավապահ մարմինը գտել է, որ քրեորեն հետապնդելի գործողություն է, ասենք խուլիգանություն ասվածը, նույնիսկ եմ կրկնում, եթե նույնիսկ այդպես է, բա այդ դեպքում ինչու համար են մարդու նկատմամբ խափանումիջոց կալանք կիրառում, կամ ինչու համար է քննիչը միջնորդում, որպեսզի խափանումիջոց կալանք կիրառեն։ Այս առումով մենք գտնում ենք, որ դա անհիմն է, ոչ համաչափ է գործողության, որտեղ կոնտեքստը նույնիսկ եմ կրկնում, դա նախընտրական քարոզության ժամանակ տեղի ունեցած ինչ որ սուր հարցադրումների հետ է կապված։ Ավելին, ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ Երրորդ լուրջ մտահոգություններ ներկայացվել են, որ կալանքը որպես խափանման միջոց շատ է կիրառվում։ Այո, կալանավորների թիվը ավելի շատ է, քան դատապարտողների։ Դա մենք գտնում ենք, որ ենթադրյալ նույնիսկ արարքի պարագայում պետք էր անհրաժեշտ էր կիրառել խափանման այլ միջոցներ, որպեսզի հանդիսանում է տնային կալանքը, որպեսզի հանդիսանում է ստորագրություն չհեռանալու միջոցը եւ այլն, բոլոր դեպքերում մենք գտնում ենք, որ կալանքը անհամաչափ է։ Իսկ քաղաքական կոնտեքստը, որտեղ քաղաքական ուրեմն հանդիպման ժամանակ է։ Իսկ դուք համակարգային խնդիր տեսնում եք, երբ կալանքը շարունակում է կիրառվել որպես բաժիչ գործիք։ Միանշանակ ենք տեսնում, դա շատ երկար ժամանակ ենք նաև անդրադարձել, որ չնայած քրեական դատավարության օրենսգիրքը ընդլայնեց խափանման միջոցների ընտրանքը, բայց դատարանները շարունակում են կիրառել կալանքը որպես խափանման միջոց, եւ դա կապ չունի քաղաքական լուսկայուն հարցերի հետ կապված կամ առնչություն ունեցող մարդկանց նկատմամբ, թե ոչ։ Իդեպ հետաքրքիրն է, որ մնացած դեպքերում ուշադրություն չեն դարձնում այսպես կոչված մտահոգները, որոնք ամեն մի առիթ փորձում են օգտագործել քաղաքական ինչ-որ նպատակներով։ Իրականում ամենասովորական շարքային այսպես կոչված քաղաքականության հետ կապ չունեցող դեպքերով էլ, ապա մենք տեսնում ենք, որ դատարանները շարունակում են կալանքը որպես խափանման միջոց ամենաշատը կիրառել։ Դա պետք է ուրեմն մտահոգի առաջի հերթին իհարկե դատական իշխանությանը, բարձրագույն դատական խորհրդին, եւ այդ առումով իհարկե պրակտիկան պետք է փոխվի, որտեղ տեսեք, որ դեպքում է կալանքը կիրառվում։ Երբ որ խափանման բոլոր միջոցների վերաբերյալ քննում է դատարանը, գտնելով, որ մնացած միջոցների կիրառումը արդյունավետ չի, դե որտեղ քրեական գործի տեսակետից կարող է անձը, չգիտեմ, խուսափել քննչական մարմնի հրավերի կամ կանչի դեպքում հարցաքննությունից, առերեսումներից, կարող է անձը ճնշում գործադրել գործով անցնող այլ վկաների վրա կամ այլ, չգիտեմ, կասկածյալների վրա, կամ անձը կարող է խուսափել, բայց տվյալ դեպքում եթե վերադառնանք Արթուր Օսիպյանը ում վրա պետք է ազդեցություն ունենա, եւ ես իհարկե
անձամբ ծանոթ չեմ այդ անձին, բայց իր վարքագծով որպես հրապարակային անձ չի էլ խուսափի քննչական մարմնից կամ էլ չի էլ մտածի, որ ընդհանենք, չգիտեմ, փախչի, հա, ասենց ասենք թաքնվի եւ այլն։ Եվ ես կոնկրետ օրինակի վրա եմ ասում, որ դատարանը պարտավոր էր քննության առնել խափանման այլ միջոցները եւ նոր վերջում իմ նշած հանգամանքների դրանց էլ քննության արժանացնել, այսինքն գտնել, որ կան ռիսկեր, որ անձը կարող է ընդհանրենք խուսափի քրեական պատասխանատվությունից, կա որ ռիսկեր դրանք պետք է քննության առնվեր։ Իսկ իմ կարծիքով դրա դեպքում այդ մնացած հանգամանքները հաշվի չեն առնվել։ Նա մեղադրվում է բռնության, նաև բռնության կոչերի համար, իրավապաշտպանները ասում են սա զուտ քննադատական խոսք է։ Որն է տարբերությունը, որտեղ է այստեղ սահմանը անցնում քննադատական խոսքի եւ բռնության կոչի։ Տեսեք, շատ բարձ ասեմ, իհարկե ես հրապարակային չեմ կարող, եթե կա կոչ, որով ես քննադատելով հանդերձ օգտագործում եմ բառեր, որոնք ուղղված են անձի ֆիզիկական անձեռնմխելիության խաթարմանը, ատելության կամ խտրական եւ ատելության, պատերազմ, թշնամանք, ըստ որևէ հանգամանքի կամ հատկանիշի ավելի ճիշտ, թիրախավորում եմ անձի նկատմամբ որպես հրապարակային անձ, այնպիսի բառամթերք եմ օգտագործում, բառապաշար, որը կարող է ազդել որոշակի մարդկանց մտածելակերպի եւ հետեւաբար վարքագծի վրա եւ ասեն, որ գիտեք ոնց է, եթե այդ բանը ասում է, կոչ անում, նշանակում է նաեւ գործողություն կկատարեմ, կարող է կատարվել։ Դա ռիսկը, որ որևէ մեկը չի լսի, հատկապես հրապարակային անձի խոսքի հետ կապված, գոնե մեկ հետևորդ կարող է լինել, ապա դա իրապես արդեն անթույլատրելի է եւ դա այդտեղ քրեորեն հետալ։ Իսկ քննադատականը կարող է զորակումներ տամ, ասենք քննադատում եւ օգտագործում են վիրավորական արտահայտություններ, որոնք չեն ենթադրում բռնություն, չեն ենթադրում գործողություն, այնպիսի արար գործողություն, որ ուղղված կլինի անձի կամ դրա ընտանիքի անդամների կամ համակիրների նկատմամբ։ Իմ ընկալմամբ դա է, իսկ կոնկրետ ցավոք սրտի ես Արտուր Օսիպյանի այդ հրապարակային բռնության կոչերը կամ նրա հրապարակային բան չեմ ուսումնասիրել, բայց նույնիսկ եմ կրկնում, եթե նույնիսկ անգամ կա, ապա տվյալ դեպքում խափանման միջոց կալանքը առավել եւս հրապարակային անձի նկատմամբ անհամաչափ է։ Հանդիպումից առաջ գրել էր բոմբուլները տոթեմ բարձրացնելու։ Ենթադրում եմ, որ դա էր։ Դե գիտեք, բոմբուլ ես հիմա ինչ ասեմ, հիմա բոմբուլները քամուն տալը կարող է եւ այնպես, բայց դա պետքա քննություն, ինչ նկատի ունի բոմբուլները քամուն տալ, հա, փոխաբերական իմաստով։ Դա ինչ է, անձը պետքա ինքը բացատրություն տա, բայց այդ բացատրության համար, եթե նույնիսկ կամ այդ արտահայտության համար քրեական գործ է, ենթադրենք պատասխան գործ է հարուցում, դրա համար պետքա նստած բանան կալանք կիրառեն, կամ 2 ամիս կալանք են կիրառում, օքեյ։ Այդ 2 ամսվա ընթացքում բացի այդ արտահայտությունից էլ ինչ պետքա քննության առնվի։ Այսինքն ես նկատում եմ ժամկետը, որը սահմանում է դատարանը, կալանքը որպես խափանություն, այդ ժամկետի տևողությունը եւ այդ մի արտահայտությունը պարզելու համար, որը պետք է բացատրություն վերցնի, համապատասխանում են իրար, կամ արդյոք դա այդ այն ժամկետն է, որը անհրաժեշտ է քննիչին, որ ինքը կարողանա, չգիտեմ, ամեն օր պետք է բացատրություն վերցնի կամ 10 բացատրություն, հասկանում եք, այսինքն ես ուզում եմ ասեմ, այստեղ նույնիսկ այդ եթե ընդունենք, որ այդ արտահայտությունը բռնության կոչ է, նույնիսկ որտեղ դա պետք է բացատրի Օսիպյան եւ ինչպես է անցալել անձը ավելի շուտ ում հասեին դա բանը հասցեագրվածը, հա, բայց այդտեղ նույնիսկ եմ կրկնում խոսքը վերաբերում է կալանքի, խափանիչոց կալանքի անհամաչափությանը։ Հաշվի առնելով իշխանությունների հայտարարությունները ու կոչերը գրեթե ամենօրյա ռեժիմով ինչ որ ավելի կոշտ հայտարարություններ են անում ու ոչ մի քրեական գործ չկա։ Կարող ենք ասել, որ այստեղ նաև խտրական մոտեցում կա։ Օրինակ որ կոչերի մասին է խոսքը կոնկրետ, որովհետև դիմա դուք բերեցիք բոմբուլները քամուն տալու, ես ուզում եմ մեկ այլ կոչ օրինակ բերեք, ասենք թե որ կարողանամ անմիջապես պատասխանեմ։ Գլուխներդ պատով եմ տալու, չգիտեմ, նման գլուխներդ պատով եմ տալու, թե գլուխներդ պատին եք տալու։ Գլուխներդ պատին եք տալու։ Գլուխներդ պատին եք տալու, դա վիրավորական արտահայտություն է, այսինքն ինքներդ գլուխներդ, բայց հիմա ես չեմ ուզում այդ բառապակապակցության։ Նախ առաջերտին այսպես ասեմ։
անկախ իշխանական թե ընդդիմադիր քաղաքական ուժերը չպետք է օգտագործեն այնպիսի բառապաշար, որը քաղաքակիրթ չէ։ Ես հասկանում եմ թեժապայքարը, մենք նաև հայտարարություն տարածեցինք անկախ դիտորդով, երբ որ թիրախավում են հոգեկան առողջությունը, այսինքն հոգեկան առողջության հետ կապված թիրախավորում են անձանց, դա մասին դուք էլ գիտեք, չէ՞, ասենք դեղեր այդ ժամանակ ինչ ես խմել եւ այլն, այդ արտահայտությունները, այսինքն այս վիրավորական խոսույթը, կոշտ խոսույթը ինքը քաղաքական եւ քաղաքակիրթ բանավեճին չպետք է բնորոշ լինի, բայց ցավոք սրտի դա կա եւ ստիպված ենք մենք ընդամենը արձանագրենք, բայց այն որ նստացնելու եմ դա արդեն ոչ թե սպառնալիք է, որտեղ դու դատարան չես, դու քրեական մարմին չես, որ այդպիսի արտահայտություն անես, հա, դա այսինքն նշանակում է իշխանական լիազորությունները չարաշահել ավելի ճիշտ, եթե ուղղված լինի կոնկրետ անձին, որտեղ ով կարա մարդուն նստացնի ժողովրդական լեզվով ասի ազատ ազատքի, միայն դատարանի վճռով, երբ որ նա ճանաչում է մեղավոր, կամ եթե ասենք թե մարդուն որակում են որպես լրտես ով կարա ճանաչի, միայն դատարանը, այն էլ քրեական վարույթի շրջանակներում, երբ որ օբյեկտիվորեն փաստեր կա, որ իրապես գործողությունները եղել են այնպիսին, որոնք դա որակվում է որպես լրտեսություն որևէ պետության շահերի օգտին, բայց մինչ դատարանի դա համար քննչական կոմիտեն կամ քննչական մարմինները միշտ հաղորդագրությունների վերջում գրում են, չէ՞, անձը անմեղ է, քանի չկա օրինական ուժի մեջ մտած դատական վեճեր։ Իսկ պարոն Սաքունց, արցախցիների վերաբերյալ ատելության կոչում մենք էլի ունենք մի շարք դեպքեր ու հաղորդում ունենք հանցագործության մասին, նույն Ռոման Բաղդասարյանը, նույն տարբեր ոչ հայտնի անձիկ, որոնք ուղղակի սպառնալիք են հնչեցրել, քշելու են, կես են անելու, դուք հայ չեք, այս դեպքում չենք տեսնում մենք ատելության խտրական մոտեցում, երբ ունենք մեկ այլ դեպք, օրինակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքը, որը նույն հոդվածով կալանավորվել է ու դատարանում մահացել է։ Տեսեք, ընդհանրապես քիչ առաջ էլիս ասեցի, որ որևէ հատկանիշ ըստ որևէ հատկանիշի թիրախավորել դա խտրական խոսք է։ Եվ մշտապես ենք դրան ուշադրություն դարձել, որ խտրական մոտեցումը Կներեք, ես նաև նկատի ունեմ խտրական ազատազրկումներին, երբ մի դեպքում ազատազրկում են անձին, իսկ մյուս դեպքում ոչ մի։ Տեսեք, ընտրողական արդարադատության երևույթը ցավոք սրտի կա։ Քիչ առաջ երբ որ մենք խոսում ենք կալանքի մասին, հենց դա էլ, եթե որ դու համադրում ես բանը խափանում չոս կալանքի կիրառումը, դե վերջին հաշվով դա քրեական արդարադատության, հա, տրամաբանության մեջ է։ Որևէ տրամաբանության կամ որևէ բացատրություն չունի, թե ինչու համար է այս դեպքում կալանք կիրառվում, մեկ այլ դեպքում կալանք չի կիրառվում, խափանում չոս է բանը կալանքը։ Եվ այդ առումով ընտրողական ընտրովի արդարադատության երևույթը Հայաստանում ցավոք սրտի կա։ Եվ դա հիմնական պատճառը այն է, որ մենք դատական համակարգում մեր կողմից բազմիցս պահանջված այդ վեթինգը չիրականացվեց։ Դա փաստ է, նույնիսկ այս դատական համակարգում շարունակում են գործել այնպիսի դատավորներ, որոնք ժամանակին քաղաքական հայացքների հիմքով մարդկանց ազատազրկել էին։ Այսինքն, պարզ է, եթե ինքը կատարել է նման գործողություն, իր մոտեցումը այնպիսին է, որ կարելի է ըստ քաղաքական հայացքների մարդու նկատմամբ անարդար վճիռ կայացնել, այսինքն ոչ թե օրինական արդարադատություն իրականացնել, այլ ընտրովի արդարադատություն, եւ այդ երևույթը կա։ Ես կներեք, ես համբավը նախկինում ուներ Մասիս Մելքոնյանը։ Ինչպես։ Մասիս Մելքոնյանը դատավոր, գիտենք որ քաղաքական գործերով կալանք հիմնականում ինքն է տալիս, Մասիս Մելքոնյանը նախկինում ուներ ինքը այդ համբավը։ Չէ, ինքը դե դատավոր չի եղել նախկինում։ Դրա համար մեկ օրինակի համար ուշադրություն ենք դարձնում, որ կուսակցական գործունեություն իրականացած, դե հիմա մեր մոտ գիտեք ոնց է կուսակցության բանը, փաստաբաններն են կուսակցական գործունեությամբ զբաղվում։ Եվ ինքնին նման անձինք, որոնք զբաղվում են քաղաքական կուսակցական գործունեությամբ, եթե նրանց ողջույթի ժամանակ առաջադրեն դատավոր,
Ինքը բարձ չի, որ ունի քաղաքական հայացքներ անձնական եւ այդ հայացքները ազդեցություն ունենալու են նրա կողմից իրականացող դատավարության վրա եւ որոշումների վրա եւ դրա համար ենք քննադատել եւ նաեւ այդ նշանակումը որ չի կարելի այսինքն կուսակցության անդամ երկար ժամանակ գործած անձը լինի ընդունելի որպես դատավորի տեխնացի օրենսությունը իհարկե նման կտրուկ պահանջ չի դնում ասում կարող է դադարեցնել անդամություն, բայց կներեք, եթե ասենք թե իր գործունեության ընթացքում եւ փաստաբան աշխատում, եւ կուսակցության ղեկավար կամ կուսակցության անդամ, հետո հանդես է գալիս որպես արդարադատության շահի պաշտպանող, ապա դա կներեք չի աշխատում։ Չի աշխատում եւ չի էլ աշխատելու։ Սա միանշանակ է։ Բայց ես ուզում եմ հատկապես անդրադառնամ արցախցիների ընդհանրապես այդ թիրախավորմանը։ Ասեմ, որ ցավոք սրտի էլի նման այդ խտրական կամ թիրախավորման բանով մարդ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց օգտագործելը քաղաքական որոշի նպատակով թիրախավորելով կամ օգտագործելով քաղաքական նպատակների ամենամեծ անբարոյականությունն է կապ չունի պետք չի մենայն մի երևույթը տեսնել պետք է տեսնել մյուս երևույթը, բայց երբ որ որևիցե մեկը փորձում է մարդկանց այդ խնդիրները քաղաքական նպատակներով օգտագործել, դա չի նշանակում, որ դա հիմք է, որպեսզի դու օգտագործվողներին թիրախավորես։ Դա անհրաժեշտ է առաջերտին գնահատական տալ օգտագործողներին եւ շահարկողներին, որոնք իրենց թույլ են տալիս եւ փորձում են մարդկանց իհարկե ոչ բոլորին փառք Աստծո դուք ես շատ ավելի ուրեմն մեծաթիվ արցախցիներ այսպես հավաքական ասելով այդ հասարակությունն է բազմազան է տարբեր մտածելակերպեր, տարբեր մոտեցումներ, տարբեր վերաբերմունքներ ոնց կարես բոլորին այտենց մի հատ կտավով հա կտրես կամ մի կտավով ընկալես կամ միատեսակ չկա այդպես բան եւ ընդհանրապես մի կարևոր հանգամանք ասեմ, ուղղակի ես մշտապես եմ զարմացել, դա նոր երևույթ չի, որը ցավոք սրտի ոչ թե հիմնա արդարացնում եմ, այլ արձանագրում եմ։ Մի ժողովուրդ, որը խտրականության զոհ է դարել, հանցինս ցեղասպանության, եւ որ զուտ այն որ էթնիկա է, մի ժողովուրդ, որը բռնի էթնիկ զտման է ենթարկվել, զուտ այն բանի համար, որ ինքը հայ է, այդ ժողովրդի այդ հասարակության շրջանում խտրականության նկատմամբ պետք է լինի ընդվզում անթույլատրելի, հա, լինի ընդհանրապես խտրական վերաբերմունքը եւ տարբերակված այդ մոտեցումը մարդկանց մեկը մյուսի նկատմամբ կապ չունի թե որ ազգության, այս սրա մասին է խոսքը։ Եվ այդ եւ դրա համար պատասխանատու են քաղաքական եւ հրապարակային գործիչները, հասարակական, քաղաքական գործիչները, որոնք մարդկանց որևէ հատկանիշով փորձ են անում թիրախավորեն։ Կարող ենք ասել, որ Օսիպյանը քաղբանտարկյալ է։ Գիտեք, ես չեմ համարի Օսիպյանի որպես քաղբանտարկյալ, հա, որտեղ գործունեություն։ Բայց այդ ԵԽԽՎ 1900 բանաձևին կարծես մենք նույնից եմ կրկնում, մենք երբ որ նրա նկատմամբ քաղբանտարկյալ ինչ է, եթե դատան օրինական ուժի մեջ մտած վճռով, հա, մարդը ճանաչում է մեղավոր մի այնպիսի հանցագործության մեջ, որը չի կատարել եւ բացառապես ուրեմն իր հայացքների համար է։ Տվյալ դեպքում մենք գտնում ենք, որ ոչ իրավաչափ եւ ոչ համաչափ նրա նկատմամբ կիրառված եւ քրեական հետապնդում եւ կիրառված խափանման միջոցը։ Այսինքն կալանքի դեպքում չեն կարող դիտարկել։ Ես կալանքի դեպքում հստակ ասեցի, որ ինքը տվյալ դեպքում անհամաչափ է եղել այդ խափանման միջոցը։ Շատերն են ուզում Հայաստանում քաղբանտարկյալներ որոնել։ Եվ փորձել հավաստարացնել այսօրվա Հայաստանի իրավիճակը մինչև 2018 թվականը։ Եվ դրանով իրենց քաղաքական դիվիդենդները ուզում շահել։ Իսկ պետության դեմ հանդես եկողները, պետության ինքնիշխանության եւ անվտանգության դեմ հանդես եկողները ամենամեծ սպառնալիքն են։ Ովքեր օրինակ։ Ովքեր ռուսական դաշնության ազդեցության տիրույթում են գործում։ Եվ ռուսական դաշնության շահերն են պաշտպանում Հայաստանի Հանրապետությունում, որոնք անտեսում են Ռուսաստանի դաշնության ուղղակի պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման մեջ, երբ որ ռուսական զինվորական այսպես կոչված խաղաղապահ ուժերի ներքո մարդկանց թիրախավորում էին ադրբեջանական ռեժիմի կամ զինված ուժերը
Երբ որ Լաչինի մարդասիրական միջանցքը փակում են եւ կանգնում են նայում էին։ Այնուամենայնիվ, պարոն Այնուամենայնիվ չի, դա այդպես է։ Եվ այդ բոլոր այդ Ռուսաստանի Դաշնության հանցագործությունները ռեժիմի մասին չխոսացողները հենց ամենամեծ սպառնալիքն են։ Բայց երբ որ ասում եք հիմա նույն այդ անձինք երևի Սամվել Կարապետյանի նկատի ունեք, ինչի մենակ։ Չեք տեսնում քաղաքական դաշնում ով ինչ է խոսում։ Չէ, դե իր նկատմամբ են կալանք էր արել, դրա համար եմ իրան նկատիս։ Կապ չունի կալանքը դա տվյալ դեպքում։ Պետության անվտանգության եւ ինքնիշխանության դեմ սպառնալիքների աղբյուրը, որպեսին հանդիսանում է Կրեմլը ուղակի եւ չի թաքցնում իրար հետևից այդ բաները, հա, ապրանքների, ես չգիտեմ, հոխորտալը, դեինսայդերի հրապարակումը, դոսիեի հրապարակումը։ Մյուս կողմն էլ իշխանություններին է աջակցում այդ դեպքում։ Ով է աջակցում։ Ընտրությունների ժամանակ գագաթնաժողով են կազմակերպում։ Հայաստանյան իշխանության ընտրությունների ժամանակ իշխանություն ընդդիմություն հարցը պետք է սահմանափակված լինի պետական շահերով։ Եթե պետական շահերով չի սահմանափակվում եւ քաղաքական կամ ներխմբային շահերը կարող են առաջ մղվել հիբրիդային սպառնալիքներ հղող ռեժիմի հետ համագործակցության միջոցով, ապա դա նշանակում է արդեն խոսքը չի վերաբերում ընտրությանը, խոսքը վերաբերում է պետության անվտանգությանը։ Չի կարող պետության անվտանգությունը խաթարվի կամ պետության անվտանգությունը ինքնիշխանությունը խաթարելու ճանապարհով, բայց ինչպես եք սահմանում, ինչ որ մեկը քաղաքական հայտ է ներկայացրել, խաթարում է, չի խաթարում, ինքը ասում է չեմ խաթարում, ո՞չ չի խաթարում։ Օրինակ, ինչպես եք սահմանում։ Ես ձեզ թվարկեցի օրինակները։ Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականության վերաբերյալ քննադատության խոսք չասողները, իրանք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի անվտանգության դեմ հանդես եկողներ են եւ աջակցում են այդ հանդես եկողներին։ Դե Վենսն էլ ասել է, ես աջակցում եմ այս իշխանություններին։ Վենսը ինչ գործողություն ակա, հա, ասել է աջակցում է, բայց պետություն բանը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը դեմ գործողություն է կատարել։ Չեք կարծում, որ սա անհատական է։ Վենսը Հայաստանի Հանրապետության դեմ գործողություն է կատարել։ Տեսեք, այս նույնը Վենսը Հայաստանի Հանրապետության միջափաստորեն ինչ որ Հայաստանի Հանրապետության դեմ անվտանգության դեմ գործողություն է կատարել, թե ամերիկյան զորքերն էին Լեռնային Ղարաբաղում խաղապահ առաքելություն իրականացնում։ Թե բանը ամերիկյան զորքերն են հարձակվել Ուկրաինայի վրա ագրեսիա իրականացնում։ Բայց ագրեսոր պետությունը պարզ չի, որ միայն ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմ ագրեսիա անվանողների քանի հոգի կա։ Այդ թվարկածներից քանիսն են այդպես ագրեսիա որակում։ Այդ հայացուցիչը։ Բայց ուրիշ հարց։ Չէ, ուրիշ չի։ Իրավունքների դեպքում երբ իշխանությունները նույն երբեմն խոսույթն են օգտագործում, ասում են դուք Ռուսաստանի, բայց ձևակերպեմ դուք պատասխանեք, պարոն Սաքունց։ Երբ ասում են դուք ուրիշ երկրի շահեր եք ներկայացնում ու օրինակ կալանավորում են ու հետագայում չգիտենք կարող են շարունակել կալանավորել, արդյոք ձեր այս պատասխանով ինչ որ չափ չեք լեգիտիմացնում իշխանությունների հետագա ձեռագիրը։ Քիչ առաջ ես ասացի, մենք անգամ այդ Արտուր Օսիպյանի գործով ահազանգելու ենք մարդու իրավունքների հանձնակատարային Եվրոպայի խորհրդի միջազգային նացիաներին, հա։ Եկեք մի հստակ կարմիր գիծ արձանագրեմ։ Մենք իշխանության գործունեությունը քննադատել ենք ու քննադատելու ենք։ Այնտեղ որտեղ տեղի ունենում ռիսկեր եւ պատշաճ չի կատարում մարդու իրավունքների բնագավառում վերցած հանձնառությունները։ Եթե ուշադիր եղել եք, մենք հաղորդումներ ենք տվել հանցագործության քրեական գործառույթելու բանով, երբ որ Նիկոլ Փաշինյանն օրինակ անվանում է արտասահմանյան գործակալական ցանց։ Դե դեպքում կանչեք, երբ որ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահ ասում է, որ մի քանի եպիսկոպոսներ, չգիտեմ, ներգրաված են երեխաների նկատմամբ սեռական ոդում, մենք քրեական գործառույթելու հաղորդում ենք տալիս եւ այդպես չի որ կամ եթե մեկն ասում է բա Հայաստանը զավթված է թուրք, չգիտեմ, ադրբեջանական գործ, կապ չունի։ Որ իրավապաշտպանության հիմնական հնարավորությունը պետության արկայությունն է։ Սեփական իշխանության հետ ավելի լավ է քյալ լատած, քան թե
գաղութատիրական իշխանության հետ։ Այսինքն ես եթե գաղութային ռեժիմ լինի, դա կոչվում է ոչ թե իրավապաշտպան, արդեն կոչվում է ազգային ազատագրական շարժում։ Ու դա բոլորին այլ բնույթ ունի։ Այսինքն պետքա չափները իմանալ, կարմիր գիծ է դա։ Իրավապաշտպանությունը չի կարող ուղղված լինի պետության դեմ։ Իրավապաշտպանությունը ուղղված է պետության ամրապնդման օգտին։ Եվ եթե իշխանությունը պետության ամրապնդման, այսինքն իր վերցած հանձնառությունից քաղաքացիների առջև պատշաճ չի կատարում, այո, քննադատվում է, որը ի դեպ ժամանակին մինչև 2018-ը մեզ անվանում էին ազգային թշնամիներ, ազգի թշնամիներ, պատերազմ, չգիտեմ, պետության թշնամիներ։ Հիմա մեզ այդպիսի որակում չեն տալիս իշխանությունները։ Քննադատելով, ես բանը այդ որ թվարկեցի քրեական գործերը, որից է մեկը ինձ իշխանության կողմից չի ասել, որ բա դու գիտես ոնց է պետության թշնամի ես։ Առաջ ասում էին։ Մի հատակարակը, երբ որ ես խոսում եմ այդ մարդու իրավունքների այդ հարցերի մասին, թիրախավորում եմ ավելի շուտ բանը նախկին որոշ շրջանակների կողմից։ Խիստ փոխվել է իրավիճակը։ Բայց պետության թշնամի ասելով, օրինակ, մարդկանց կալանավորեն, ազատազրկեն, չկա այդ ռիսկը, վտանգը, որ այդ կարող է առիթ լիներ հետագայում որպես ռեպրեսիա։ Ազգային անվտանգ մենք այս իշխանությանը միշտ քննադատել ենք լյուստրացիա չանելու համար։ Քիչ առաջ ասեցի, վեթինգ չանելու համար, դատական համակարգում բարեփոխումներ չիրականացնելու համար։ Բայց ոչ մի անգամ այդ քննադատությամբ հանդերձ մենք չենք կարող հանդուրժել միաժամանակ, որ պետության դեմ, այսինքն այդ ամբողջ համակարգի դեմ, միավորի դեմ, ոտնձգությունների հնաց աչակիցներին։ Մենք խիստ տարբեր օրակարգեր ունենք։ Հանուն իշխանության պետությունը վարի տալ են նույն ոնց որ Մայիսյան ապստամբությունը 1920 թվականին։ Ապստամբություն էին նայում իբր թե բանը այն ժամանակվա Հայաստանի կառավարության դեմ, իշխանության դեմ, հետո հայ հեղկոմի հետ եկան բան արեցին, ազատագրեցին ճակերտավոր Հայաստան եւ կորցրեց անկախությունը։ Մենք այդ ձևի ուժերի հետ ոչինչ չունենք։ Դա իրավապաշտպանության հետ, դա արդեն վեր է ընդհանրապես որևիցե թույլատրելի գծերից։ Իսկ երբ որ օրը ցերեկով այդ կախվածությունները ստեղծած ուժերը, ես նկատում գազից կախվածությունը, երկաթուղին, որ կոնցեսիոն կառավարման են տվել, գույք պարտքի դիմացը, որ տվել են, որը նույնպես եմ կրկնում ռազմական ներկայությամբ ջերմուկի մոտ թույլ տվեցին, որ իբր թե մեր անվտանգությունն ապահովում են, որ տարածեն, ես իհարկե այդտեղ պատասխան իրենք էլ չունեն իրավունքներ։ Իրավունքներ ունեն, բայց այդ ձևի գործողությունների կատարողներին պաշտպանելու իրավունք չունեն։ Ես դա հստակ ասեմ, որովհետև դա հակապետական է։ Իսկ պետության անվտանգության, քաղաքացիների անվտանգության դեմ ոտնձգությունները չպետք է նայվեն, դիտարկվեն ըստ կուսակցական կամ քաղաքական նպատակահարմարության։ Դա կարմիր գիծ է։ Իսկ Աչապահյանի մասով ո՞րն էր ձեր գնահատականը։ Աչապյանը պետք է նույնպես ուրեմն խափանման միջոցը փոխվեր անպայման։ Ես ասեցի կալանքը որպես խափանման միջոց կիրառման մասին է խոսք։ Աչապյանը ինչա կանգնել ասում թե բան մի հատ կարգին գեներալ չկա որ բան անի, այդ ինչ է առաջարկում։ Այսինքն գեներալ ինչ պետք է անի։ Զորքը հավաքի ինչ անի։ Դե այդ հոդվածով շատ քիչ մարդ կա որ կալանավորվել է։ Ես չեմ հաշվարկել։ Ես դա Ես նայում եմ խոսում, գիտեք ոնց է, երբ որ իշխանության մենք քննադատեցինք, եթե երբ որ հիշում եք, զինված ուժերի գեներալ գնդապետներ կային, որ հայտարարություն էին կատարել։ Այն ժամանակ, երբ որ քրեական հետապնդում չսկսեցին, որտեղ դա զինվորական հեղաշրջման կոչ էր։ Դու չէ նշանակում զինվորականները այդպես բանը, եւ շատերը ողջունում էին։ Այ ովքեր որ այդ զինվորականների կոչը, այսինքն ներգրավելը քաղաքականության մեջ, ողջունում էին եւ մնացին անպատիժ, այդ իշխանության պատասխանատվությունն է։ Եվ դա տեղ մարդու իրավունքների թիվ 1 սպառնալիքն է, որովհետեւ իրավական համակարգի դեմ է ուղղված, պետական համակարգի կառավարման պետության դեմ է ուղղված։ Հասկացա ձեր դիրքորոշումը, պարոն Սաքունցի, իշխանությունների հակառակորդները տարբեր տարիների կալանքի են կալանավորվել են եւ ոչ պատշաճ վերահսկողության պատճառով մահացել են։ Հաց բերողը Հանվել Գրիգորյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Ինչ պետք է անել, որ հերթական ողբերգական դեպք տեղի չունենա։ Եկեք հաց բերողի գործը դեպքը չհամեմատեք Արմեն Գրիգորյանի հետ։ Հաց բերողը ի սկզբանե արդեն առողջական վիճակի հետ կապված կար անալիզը, դիագնոզը։ Եվ այնտեղ հիշում եք, եթե հիշում եք իհարկե, մի մոմենտ խափանման տեղափոխվեց ուրեմն
հիվանդանոց, բուժվելու հետո կար ժամանակ առանց բուժումը ստանալու տեղափոխվեց նույնիսկ քրեակատվական հիմնարկ, այսինքն առողջական խնդիրների մասին ի սկզբանե հայտնի էր։ Արմեն Գրիգորյանը այդ ողբերգական դեպքը, որը ցավալի դեպք է, որ ասենք ինքը առողջական այնպիսի խնդիր ուներ, որը պատիժ է կրելուն կամ կալանքին անհամապատասխանի, դրա մասին հայտնի չէր։ Խիստ տարբեր բաներ են, եկեք գիտեք, մտայնությունը նույնականացնել դեպքերը շատ ավելի վատ է հենց այդ դեպքերի օբյեկտիվ քննության տեսակետից, բայց իհարկե պետությունը պետք է քննություն իրականացնի, օրինակի համար նույն Արմեն Գրիգորյանի մահվան դեպքով եղել է գանգատներ այդ մարդու կողմից։ Եվ այդ գանգատները նկատի առողջական գանգատների ուղղությամբ պատշաճ բժշկական քննություն, զննություն իրականացվել է, թե ոչ։ Սրանք են օբյեկտիվ չափանիշները, որի հիման վրա նոր կարելի է եզրակացություն անել։ Ցած բերողի դեպքում այդ օբյեկտիվ չափանիշները կային, արվել էր ստուգում, եւ կար, որ իրապես պատիժ կրելուն չհամապատասխանող հիվանդություններ ունի այդ մարդը։ Եվ հիմա իմիջիալս դա միայն դրա մասին է խոսում։ Ինչի հիմար եք առանձնացնում, օրինակ հիմար քրեակատվական հիմնարկներում մահացության 24 դեպք հասեկացած տարի։ Դա չի մտահոգում, անպայման պետք է քաղաքական գործիչներ լինեն, որ բանանեք անդրադառնալ։ Եվ այդտեղ այդ 24 հոգուց առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը շատ մտահոգիչ են։ Դա դուք չեք բարձրացնում, եւ որտեղ քաղաքական նշանակություն չունի։ Պետք է անպայման քաղաքական կամ չգիտեմ ինչ որ գործունեությամբ զբաղվել։ Դիտավորյալություն չկա, ուղղակի հայտնի դեպքերն են վերջերս։ Իսկ ով ասավ։ Չէ, իմ դեպքում դիտավորյալ ով ասա որտեղ դիտավորություն կա թե չկա։ Հարցը ձևակերպելիս այս մարդկանց անունը դիտավորությամբ չեմ նշել։ Ես հենց դա հենց խտրական մոտեցում է։ Մարդու կյանքի նկատմամբ պետության պարտականություն պայմանավորված չի, թե այդ մարդը ինչով է զբաղվում։ Եվ ինչ արարքի համար է պատասխանատվության ենթարկվել։ Այդ ձեզ համար կամ այդ մտածելակերպի կամ հարցադրումների համար խտրականության տիպիկ դրսևորում է։ Ես ասում եմ, քրեակատվական հիմնարկում անցած տարի 24 հաշվի կառնեն, պարոն Սարգսյան, 24 մահացության դեպքերից, այդտեղ կարծեմ մոտ 9 թե քանի 10, եթե ոչ թե նայեք, առողջական խնդիրների հետևանքով են մահացել։ Այդ մարդիկ չեն։ Իհարկե մարդիկ։ Բայց ինչի՞ չեք դրա այդ հարցերով զբաղվում։ Այդ մենք զբաղվում ենք դրանով։ Այ հեզորի հարցերը մենք բարձրացնում ենք ու մտահոգություն ենք հայտնում եւ փորձում ենք գտնել այդ մարդկանց, որպեսզի նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվենք։ Դա ուշադրության կենտրոնում չի, դա քաղաքական բան չունի։ Չէ, իրավապաշտպանությունը ըստ քաղաքական նպատակահարմարությամբ, չէ, մեր գործն է նաեւ ձեզ ստուդիային հրավիրել ու դուք բարձրաձայնում եք դրա մասին, իսկ մենք տեղեկանում ենք։ Ճիշտ է, բայց ես ուզում եմ ասեմ, քաղաքական նպատակահարմարությամբ կամ շահի մոտենալ մարդու իրավունքներին ամենամեծ խտրական մոտեցումն է եւ իրավապաշտպանությունը։ Մեզ համար ընդունում եմ ձեր դիտողությունը։ Մարդու իրավունքները համընդհանուր են եւ նույնիսկ եմ կրկնում, թիվը քրեակատվական հիմնարկներում առողջական խնդիրների հետևանքով մահացության ցավոք սրտի շատ ավելի մեծ է, քան թե պետք է լիներ։ Եվ այստեղ պահանջը մենք երբ որ բարձրաձայնում ենք եւ դրանց այդ բարձրաձայնմանը մոտենում են այս քաղաքական նպատակ, բայց իշխանության քննադատությունն է դա, գիտեք, որտեղ պետության անմիջական հսկողության ներքո է գտնվում անձը։ Եվ կապ չունի դա ինչու է մեղավոր ճանաչվել։ Նրա կյանքի, այսինքն առողջության պահպանման պարտավորությունը եւ դա բարձրաձայնում եք, բայց ոչ մեկը ուշադրություն, ինչի՞ համար, որտեղ պետք է անպայման քաղաքական գործիչ լինի, այն էլ ընդդիմադիր, որ հատկապես ուշադրություն դարձվի, կներեք։ Զինված ուժերի մահացան դեպքերի հետ կապված, երբ որ բարձրաձայնում եք այդ զինվորականները, բարբերաբար բարձրաձայնում եք։ Ինչ է դա քաղաքական, հա, բայց այդ քաղաքական բան չունի, չէ, ասենք թե քաղաքական գործիչներ չեն, որ անպայման sense հատուկ ուշադրություն դարձվել ու շարունակաբար։ Իսկ միս մարդ կապ չունի։ Վերջին հարցը, որքանով եք հավանական համարում ընտրություններից հետո ռեպրեսիաների ալիքը լրատվամիջոցների նկատմամբ եւ այլն, դատարաններում գիտեք օրագին շատ գործեր կան լրատվամիջոցների նկատմամբ։ Մենք ես շատ վերապահում ունեմ նույնիսկ օբյեկտիվ քննության հետ կապված, ես հստակ ասեմ, իհարկե ժամանակ պետք է։ Եվ հստակ էլ ասեմ, մենք չէինք, ես անձամբ, հա, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ինքնիշխան, իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության տեսակետից դիմագրավելով Հայաստանի անվտանգության եւ քաղաքացիական անվտանգության դեմ արտաքին սպառնալիքները, որը դա շատ կարեւոր է,
չունենանք այնպիսի իրավիճակ եւ ունենանք ավտորիտար կառավարում։ Կան նշաններ այս բարեդրությամբ։ Ասեմ, ես այդ խնդիրը, եթե գիտեք, եթե ավտորիտարիզմն էլ տարբեր տեսակի է լինում։ Դե նույնիսկ եմ կրկնում, չունենանք այնպիսի իրավիճակ, որտեղ իրավունքի գերակայությունը խախտվի։ Խախտումները մեկ բան են, երբ որ դա համակարգային ու շարունակական եւ անպատժելի բնույթ ունեն, որտեղ իրավունքները խախտում են տարբեր երկրներում։ Ֆրանսիայում էլ խախտում են ամենաժողովրդավարական երկրներում էլ։ Բայց եթե այդ խախտումները ունենում են օրինաչափ, այսպես անպատժելի եւ համակարգային, մենք չունենք այդպիսի կառավարում, այս սրա մասին է խոսքը։ Հասկանալի որ արտաքին սպառնալիքները դիմագրավումը պահանջում է որոշակի մոբիլիզացիա, բայց դա չպետք է մոռացության տրվի պետությունում ժողովրդավարական իրավական կառավարման այդ խնդիրները։ Այս երկու խնդիրները մեզ համար առաջնային են։ Մի ձեռքով է եւ այդ առումով իհարկե մենք ովքեր են մեր բաները, գործընկերները, համախոհները, արտաքին սպառնալիքների, հիբրիդային սպառնալիքները կանխելու տեսակետից շատ քիչ։ Ներքին առումով ավտորիտար ձեր ասած կամ ես ասում եմ մարդու իրավունքների անպատիժ խախտման հետ կապված ռիսկերի, հա, ովքեր են մեր գործընկերները, էլի շատ քիչ։ Հասկանում եք մեր իրավապաշտպանության վիճակը ինչպիսին է։ Այսինքն մենք դիմագրելով, դոյս կրկնեմ, դիմագրավելով արտաքին սպառնալիքները միաժամանակ խնդիր ունենք, որպեսզի չունենանք երկրի ներսում այդպիսի իրավունքների խախտման համակարգային ռիսկեր։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Շնորհակալ եմ։ Ես զրուցեցի իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Շնորհակալություն։